Ես երևի թե պետք է խոսեմ պապ համալիրի մասին, միջին եւ բարձր տարիքի մեր բոլոր քաղաքացիները գիտեն դա ինչ բան է, երիտասարդների համար կարծում եմ մի քիչ խորթ է հնչում, նամանավանդ ռուսերենով միշտ օգտագործել են գետեո։ Ես կարծում եմ, որ այդ գետեո բառը մենք կարող ենք փոխել, այսինքն նույնիսկ հայերեն հապավումը պապ համալիրը կփոխենք, այլ անուն կդնենք, բայց այստեղ կարևորը բովանդակությունն է, ոչ թե անվանումը։ Պատրաստ աշխատանքի եւ պաշտպանության, готов труду и обороны, ռուսերենով։ Ես կարծում եմ, որ նպատակը մեկն է, որ մենք տարբեր տարիքային խմբերում կարողանանք մեր բնակչությանը ապահովենք ֆիզիկական դաստիարակությամբ, օգնենք նրանց ավելի առողջ լինել, առողջ ապրելակերպ ամրապնդել ընտանիքներում։ Կարծում եմ շատ կարևոր է, որ զորակոչային, նախազորակոչային տարիքի մեր երիտասարդները պատրաստ լինեն բանակում ծառայելու ֆիզիկապես, վատ սովորույթներից հեռու պահենք։ Ինքը պապ համալիրը, եթե հնով ասենք, ստեղծվել է 1930 թվականին եւ մինչեւ 1991 թվականը, հետո հասկանալի պատճառով այդ համալիրը վերացվեց եւ միայն 2014 թվականին Ռուսաստանում նորից վերականգնեցին եւ բաժանված էր 11 ենթախմբերի ըստ տարիքային առանձնահատկությունների։ Կարծում եմ, որ անհրաժեշտություն կա, իհարկե այստեղ կլինեն նաեւ եւ կազմակերպչական եւ ֆինանսական շատ խնդիրներ, որոնք պետք է որ կարողանանք լուծել, որտեղ վերջիվերջով մեր բնակչության առողջության ամրապնդման հարցերով ենք զբաղվելու։ Ես կարծում եմ քայլերի առաջի քայլը կարծում եմ որ սա է այսօրվա ժողովն է, որտեղ որ խոսվի, կասվի, պետք է ստեղծվեն կարծում եմ որ հանձնաժողովներ ըստ տարիքային խմբերի եւ այստեղ նորից եւ ինչպես եւ մյուս բոլոր ծրագրերում հիմնական խնդրումը կարծում եմ որ կլինի ֆինանսականը։ Եթե լուծվի, ես կարծում եմ մենք ունենք պատրաստի շատ լավ մասնագետներ, գիտնականներ, որոնք որ կընդգրկվեն այդ հանձնաժողովներում եւ կփորձեն կարողանալ լավ իրագործել այս մեր պլանները։ Նայեք, պետությունն էլ պետք է շահագրգռված լինի, կրթության նախարար, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ինքը շատ բազմաթիվ միջոցառումներ ունի մարզական, մասսայական տարբեր տարիքների, կարծում եմ ված չլինի, որ իրենց տարեկան ծրագրի մեջ ընդգրկվի նաեւ պապ համալիրը եւ կաջակցեն, կարծում եմ, կօգնեն, որտեվ բոլորս մեկ նպատակի ենք ուղղված պատրաստենք մեր երիտասարդներին եւ մեծերին։ Իդեպ ասեմ ձեզ, որ պապ համալիրով զբաղվելուց ես կարծում եմ, որ մեր բացակայությունները դպրոցի երեխաների հիվանդության պատճառով կպակասեն, այսպես կոչված բժշկական թերթիկներով, ռուսերեն ասած բյուլետեններով աշխատողները շատ քիչ կբացակայեն, սա էլ ֆինանսական օգնություն է պետությանը, այնպես որ հիմնականը առողջության ֆիզիկապես պատրաստ երիտասարդներ եւ մեծահասակներ ունենանք, քիչ հիվանդանանք, որ լավ աշխատենք, պետությունը հզորացնենք։